Ողջույն հայրենակիցներ, երկու օրից ուրբաթ օրը ժամը 4-ին ես կրկին համախոհների հետ կլինեմ կառավարության շենքի դիմաց։ Դա արդեն մենք նախատեսում ենք որպես մեծ միջոցառում, քաղաքապետարանը իրազեկված է։ Ամբողջ իմաստը հետևյալն է։ Բոլոր դժգոհությունները, որ մենք ունենք, դրանք հետևանք են օրինախախտումների, իրավախախտումների։ Եվ եթե տարբեր ոլորտներում դժգոհություն, օրվա քաղաքականությունից դժգոհություն ունեցող մարդիկ հավաքվեն մեկ վայրում արտահայտելու իրենց դժգոհությունը, նրանք նախ կստանան փոխադարձ համագործակցության փորձ, իրար կլրացնեն եւ երկրորդ հայտարարի կան ընդհանրությունները։ Սա շատ կարեւոր է մանավանդ քաղաքական ուժերի համար։ Մինչ քաղաքական ուժերը այսօր բանակցություններ են վարում, թե ընտրությունների ժամանակ ինչպես հանդես գան, որի դեմ ոչ ոք լինել չի կարող։ Շատ կարևոր է, որ մենք այսօր նաև առարկայական աշխատանք անենք։ Օրինակ, եթե ես գիտեմ, տեսնում եմ, որ որևէ ազգի համար ամենակարևոր հարցում, հիմնական օրենքի սահմանադրության հարցում իշխանությունները մեծագույն մեղմ ասեմ իրավախախտումներն են կատարում եւ փոխանակ սահմանադրական կյանքի բարելավումը ուղեկցվի քաղաքացիների երկրի ձերը դառնալով նրանք հարմարեցնում են պետական համակարգի իրենց կմահաճույքներին, մյուսը կարող է դժգոհել պարգևավճարներից, երրորդը կարող է դժգոհել այն սուտ քարոզչությունից, որ գերիների, պատանդների արկայության պայմաններում խոսվում է կայացած խաղաղության մասին։ Մեկը կարող է դժգոհել այն բանի դեմ, որ արևմուտքի հետ բանակցություններ են վարվում ազատականացման համար անձնագրերի ճանապարհորդությունների եւ ոչ մի արդյունք չկա։ Չորրորդը կարող է դժգոհել համարել, որ անթույլատրելի է այս պայմաններում հարկային այսպիսի քաղաքականությունը։ Այսինքն բոլորս խոսում ենք իրավախախտումների մասին։ Այդ բոլորի հիմքում ընկած է մի բան՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են կամ բավարար չափով չեն պահպանվում։ Շատ, այսպես կարող եմ շարունակել։ Սահմանների հարցը, այդ սահմանազատում կոչվածի, կամ մարդիկ կան, որ բողոքում են եւ ճշմարիտ են, որ բողոքում են, ասում են ինչ իրավունքով, ում հարցրեց, ինչից ելնելով, որ Արաքս գետը ինչ որ 99 տարով տրվում է թուրքերին։ Աշխարհի բոլոր երկրներում ընդունված է, գետը համարվում է համատեղ, դեռ հարցական է թուրքերը Արաքս գետի մյուս ափում լինելու միջազգային իրավունքի տեսակետից իրավունք ունեն, թե միջազգային կարծում եք միջազգային իրավունքը լրիվ անտեսվեց։ Այո, այս փուլում տարբեր գործիչների կամայականության հետևանքով սկսվեց Հայաստանից, հետո Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, հետո հասավ Վենեսուելա, հազար բաներ կան։ Բայց այս բոլորը բարգության պատմության մեջ լինում են դրվագներ, որտեղ ուժն է համարվում կարևորագույնը, հետո իրար հետ մարտնչող ուժերը գալիս են հայտարարի, որ լսի, ես ինչ ապուշության հետևից ենք ընկել։ Պատերազմը հանցագործություն է։ Էնպես որ վերադառնալով բուն խնդրին, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, չպետք է սպասենք։ Սխալ բանը պետք է հենց այսօր կանխվի ու փոխվի։ Դրա համար ուրբաթ օր ես կոչ եմ անում բոլոր կարգին մարդկանց, անկախ նրանից ընտրություններում ինչպես կդրսևորեն, անկախ նրանից թուրքամետ են թե ռուսամետ կամ եվրոպամետ, ոչ մի նշանակություն չունի։ Տեսնում են իրավախախտումներ, ունեն դժգոհություն օրվա իշխանություններից, պետք է դժգոհությունը նախ ներկայացնել իշխանություններին եւ նաեւ ներկայացնել ամբողջ աշխարհին, որ աշխարհը հասկանա, որ Նիկոլը մեր հետ կապ չունի։ Մեր բոլոր դժբախտությունները դեռ այսօր չեն, դրանք հետո են լինելու։ Երբ Նիկոլի ստորագրած խուժանությունները մեզ պիտի ներկայացնեն, ասելով, տեսեք, դուք էս եք որոշել։ Դու արի այն ժամանակ ապացուցի, որ կասի, եթե դժգոհ եք, համաձայն չէիք, ինչի չէիք ընդվզում։ Կասեն ու իրականացնեն։ Իրականացնեն շատ ավելին, օրինակ ես դժգոհությունների մեջ չնշեցի, չէ, շատ մարդիկ ասում են ինչ իրավունքով միջազգային իրավունքի
իմ հանդիսացող ինքնորոշման սկզբունքը Հայաստանի իշխանություններն ուրացան եւ ողջունեցին ցեղասպանությունը։ Հազար ու մի բան կա, այս բոլորի մասին չեմ ուզում խոսել, պատմության դասագրքերը նայեք։ Քաղաքական կանոնավորների առկայությունը, այդ բոլորը առանձին լուրջ խնդիրներ են եւ միասին մի ահավոր քանակ ու որակ են կազմում, բացասական որակ։ Սրա դեմ չընդվզել եւ ասել դա ոչինչ չի տա, քեզ ոչինչ չի տա, որովհետեւ ոչինչ անողին ոչինչ չի տրվում։ Բայց պետք է այսօր սկսել այդ քայլերը, համատեղ պետք է սկսել։ Մանավանդ եթե ինչ-որ քաղաքական ուժերի հետ կապեր ունեք, նրանց բացատրեք, որ Հայրիկյանը չի ասում եկեք գնահատեք իմ ներդրումները, չի ասում որ ինձ արժանին մատուցեք, այդպեսի բան չեմ ասում, կամ պաշտոնի մասին չեմ խոսում, բայց դժգոհում եք, պատերի տակ քրթմնջում եք կամ Facebook-ում գրառումներ եք անում, եկեք հրապարակում միասին կանգնենք, այս ուրբաթ, հաջորդ ուրբաթ, մյուս ուրբաթ եւ հետո փետրվարի 18-ին արդեն վերջնական խոսք ասենք։ Առայժմ այսքանը։